Մի ամսից ավել է, ինչ ԱՄՆ կառավարությունը անջատել են։ Հոկտեմբերի 1-ին լրացել է ԱՄՆ-ի բյուջեով նախատեսված ծախսերի վերջնաժամկետը, իսկ նոր բյուջե կոնգրեսը համաձայնեցնել չկարողացավ։ Երկրների մեծ մասում նման դեպքերում շարունակում է գործել նախորդ տարվա բյուջեն, սակայն ԱՄՆ-ում համապատասխան օրենք չկա, եւ նման իրավիճակներում տեղի է ունենում shutdown։ Որոշակի բացառություններով բոլոր դաշնային կազմակերպությունները դադարում են ֆինանսավորում ստանալ։ Պետական աշխատողները ստիպված են լինում կամ աշխատել առանց վարձատրության, կամ ուղղակի չգնալ աշխատանքի։ ԱՄՆ-ի ներկայիս շատդաունը շարունակվում է արդեն 40 օրից ավել եւ դարձել է պատմության մեջ ամենաերկարը։ Նախորդ ռեկորդը 2019 թվականին էր կրկին Թրամփի նախագահության օրոք։ Շատդաունի բացասական ազդեցությունը արդեն զգացվում է։ Միլիոնից ավել չվճարվող աշխատողներ, ուշացումներ տարբեր ծրագրերում, չեղարկված թռիչքներ ու բազմամիլիարդավոր տնտեսական վնաս։ Հանրապետականներն ունեն մեծամասնություն կոնգրեսի երկու պալատներում էլ։ Սակայն Սենատում որոշ օրինագծեր հնարավոր է բլոկավորել օգտագործելով ֆիլիբաստրը, եւ այն ախտահարելու համար անհրաժեշտ է 60 ձայն, իսկ հանրապետականներն ունեն ընդամենը 53։ Սրանից օգտվում են դեմոկրատները եւ առաջադրում որոշակի նախապայմաններ։ Հիմնական պահանջներից էին սպառնող առողջապահական ապահովագրության սուբսիդիաների երկարաձգումը եւ սոցիալական ծրագրերի կրճատումները չեղարկելը, ինչին հանրապետականները չէին համաձայնում։ Նոյեմբերի 11-ին Սենատը վերջապես ընդունեց ժամանակավոր բյուջե մինչև հունվարի 30-ը։ 8 դեմոկրատ սենատորները համաձայնեցին կողմ քվեարկել, փոխարենը ստանալով պաշտպանություն որոշ սոցիալական ծրագրերի համար, սակայն հիմնական պահանջը առողջապահական սուբսիդիաների երկարաձգումը չկատարվեց։ Բյուջեն դեռ պետք է ընդունի ներկայացուցիչների պալատը, սակայն այդտեղ խնդիր հավանաբար չի լինի, եւ ԱՄՆ կառավարությունը նորից կմիանա։